Երեկվանից ինստագրամյան հարթակում և ողջ համացանցում տարածվում են Խազեր մրցանակաբաշխության կադրերը։ Այս մրցանակաբաշխությանը շատ հայ հայտնիներ մրցանակների արժանացան, շատերը այդպես էլ մրցանակ չստացան, դե իսկ երեկոն լի էր շքեղ և գունավոր հյուրերով։ Հյուրերի մասին կարծիքն է հնչեցրել Ամերիկայում բնակություն հաստատած պրոդյուսեր Արա Ղազարյանը։ Վերջինս խոսել է մի շարք արտիստների տեսքի մասին, նշելով, որ նրանցից որոշներինը օրինակ գովերքում է, որոշների դեպքում էլ ինչ-որ բան շատ էր կամ այն չէր։ Արա Ղազարյանը խոսել է Լուիզա Ներսիսյանի տեսքի մասին, նշելով, որ չի հասկանում, թե ինչ էր նշանակում Լուիզայի երեկվա տեսքը ու պարիկը։ Ում էր ինչ ուզում այդ տեսքով ապացուցեր, դժվար է ասել։ Արա Ղազարյանը քննադատում էր Լուիզայի կերպարը, նշելով, որ ինքը երեկոյի հանդիսավարներից է և պետք է մեկ քայլ հետ լիներ, այդպիսով առաջին տեղում թողնելով արտիստներին։ Բնավ չեմ ցանկանում նշել, որ պետք է լինել երկրորդ տեղում, այնուամենայնիվ արտիստներից հարցազրույց վերցնող երեկոյի հանդիսավարը պետք է ավելի այլ տեսքով ներկայանար, նշել էր Արա Ղազարյանը։ Հիմա քանի որ իմ հետևորդները անդադ ասում են ձեր կարծիքը, մի քանի խոսքով փորձեմ այսպես ներկայացնել իմ կարծիքը մրցանակաբաշխության հետ կապված։ Նախ սկսեմ Red Carpet-ից։ Red Carpet-ը մի քիչ ումզառազում էր եւ մի քիչ overdose էր, ամենադեպս ինձ այդպես թվաց։ Չափի զգացումը երբեմն կորցրած արտիստներ ունեին, ովքեր ինչքան հնարավոր տարածաշրջանում բմբուլներ եւ փայլփլում բաներ կար լցրել էին իրենց վրա։ Հաճախ Red Carpet-ի կամ մրցանակաբաշխության հետ որևէ աղերս չունեցող լույքեր էին, որը իհարկե ինձ այնքան էլ դուր չեկավ։ Այդ առումով ունենք դեռևս գիքսեր ու դրանք շատ են։ Այն լինում են գյուղում փակված երեխեք, որ գալիս են քաղաք ու ազատություն են ստանում ու միանգամից չեն իմանում որտեղից սկսեն, ինչ անեն, մազեր ներկեն, աչքերը քսեն, կարճուկա հագնեն, այ նման տպավորություն էր մասնակիցներից շատերի լուքերի հետ կապված, որ ամեն ինչ ուզել էին այդ օրը անեին ու արդյունքում ստացվել էր անճաշակություն։ Ով դուրս եկավ առանձնացնեմ Էրիկին եւ Լանային, իրանց լուքերը ինձ շատ դուր եկան։ Կոկիկ էր, թանկ էր, շքեղ էր, Red Carpet-ին հարիր էր ու շատ հարմար էր։ Այդ Էրիկն ու Լանան իմ համար Red Carpet-ի շատ գեղեցիկ լուքերով ներկայացած երկու մասնակիցներն էին։ Մրցանակաբաշխությանը մասնակցող արտիստները պետք է հասկանան, որ սա Met Gala չի։ Սա ինչ-որ party չի, որտեղ դու պետք է գաս եւ հնարավոր ու անհնար զանգուլակներով զարմացնես մարդկանց։ Սա մրցանակաբաշխություն է, ժողովուրդ։ Հետո մի շատ կարևոր պահել կա։ Աբետ Բարսեղյանը, եթե անգամ ամբողջ պրեգոմեշի կոլեկցիան կախի իրա վրա ու դուրս գա, դա շատ օրգանիկ է նայվում եւ մենք սովոր ենք տեսնել այդ մարդուն նման էքսենտրիկ դրսևորումներում, որովհետեւ ինքը Աբետ Բարսեղյանն է եւ ունի իր ուրույն ոճը եւ այդտեղ կեղծ որևէ բան չի լինելու, բայց երբ առանձին վերցրած երգիչ-երգչուհիներ փախնում են իրենցից եւ միայն այսպես վառ երևալու համար գնում են ինչ-որ էքսպերիմենտների, դա երբեմն ծիծաղելի է լինում։ Նաև ինձ դուր եկավ Նազենի Հովհաննիսյանի առաջին լուքը Red Carpet-ի, իսկ դահլիճում նա այնքան էլ չգերեց ինձ։ Կամո Թովմասյանը շատ գեղեցիկ ու թանկ տեսք ուներ Red Carpet-ը վարելու ժամանակ, ինչը չի ասի իր կոլեգայի մասին, Լուիզա Ներսիսյանի մասին, ինչի մասին էր նրա պարիկն ու հագուստը, ինչ էր նա խորհրդանշում եւ ազդարարում, ինչ էր ում ուզում ապացուցել, այդպես էլ պարզ չեղավ։ Red Carpet վարող հաղորդավարները հիմնականում շատ ավելի զուսպ են լինում, որովհետեւ նրանք
Չէի ասի երկրորդ պլանում պետք է լինեն, բայց ամենայն դեպս պետք է ներկայացնեն հյուրերին եւ հյուրերի հակուկապը եւ իրենց այդ ամեն ինչով չպետք է ստվեր նետեն եւ փակեն այն մարդկանց, ում հետ իրենք ինտերվյու են անում։ Նայեք, խնդիրը ինչու՞մ է։ Մեր հայ դիզայներները երբեմն որոշում են նմանացնել կամ նմանակել հայտնի բրենդերի, մոռանալով, որ այնտեղ աշխատում են հսկայական խմբեր ու նույն այդ սկյապարելին, երբ որ իրար լուքերը ստեղծում է, այնտեղ թիմը աշխատում հսկայական։ Երբ որ արվում է նմանակում, դա ավելի շատ դառնում է դպրոցի աշխատանքի ուսուցման դասի ժամանակ ստեղծված ինչ-որ մի բան, այսինքն հիմքում սիրողական վիճակն է լինում, այնպես որ այդ over ակտը եւ over վիճակը երևի թե պետքա հասկանալի պատճառներով մերժվի մեզանում եւ դա պետքա լինի թույլատրելի այն մարդկանց համար, ում դա սազում է։ Նայեք, խնդիրը ինչու՞մ է, երբ դու ուզում ես շատ փախնել ու վստահում ես քո անսահման երևակայությունը հայ դիզայների հետ, երբեմն իրականությունը եւ երևակայությունը իրար հետ որևէ աղերս չեն ունենում։ Մեկ այլ բան է նկարել, մեկ այլ բան է դա իրականացնել։ Այդ պատճառով օրինակ ես մեր մրցանակաբաշխության ժամանակ երբ ունեի 3 լուքեր, իմ առաջին լուքը, որը չափազանց դասական էր, այնտեղ բան չկար անելու, սև դասական կոստյում էր, լայն օծիկներով, մի քիչ լայն լաբատով, ես վստահեցի Վիլյամին, որովհետև Վիլյամը 100% դա կարող է իրականացնել, հայ դիզայներ, բայց այ թիկնոցով պիջակս, որևէ հայ դիզայները ես չէի կարող վստահել, որովհետև դա խեղճատակություն կդառնար, եթե իրականացնեին որևէ հայ դիզայներ։ Դա արդեն Fendi էր, պատրաստի պիջակ էր։ Ինչպես նաև երրորդ լուքը, սև սպիտակ, դա արդեն off-white էր։ Սա red carpet-ի մասով։ Առանձին ուրիշ անդրադարձներ չեմ անի, դուք արդեն նայել եք ինքներդ եւ երևի կհասկանաք, թե overdose ասելով ուրիշ ում նկատի ունեի։ Այսքանը red carpet-ի մասով։ Հիմա անցնեմ մրցանակաբաշխությանը։ Մրցանակաբաշխությունը շատ արդուկած էր եւ լվացած բարձաջրած էր, առանց որևէ էքսեսի, առանց որևէ հիշարժան իրադարձության։ Չեղավ Լիլիթ Հովհաննիսյանի այն ելույթը, որը մեր մոտ եղավ, չեղավ Ավետ Բարսեղյանի այն խոսքերը, որ մեր մոտ կուլիսներում ասվեցին եւ վայր տարածվեցին։ Ես չեմ սիրում այդպես բարձաջրած մաքուր սուֆլյորով։ Ակնհայտ երևում էր, որ մրցանակ տվողներն են սուֆլյոր կարդում։ Իսկ նման բաներ ես չեմ սիրում, նման արդուկված, դասավորված, անշունչ, անկենդան էր ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությունը։ Ինչու էր անշունչ, ըստ իս անշունչ էր, որովհետև չկային այն մասնակիցները, ովքեր պետքա լինեին, չկար այն անկեղծությունը, որոնք պետքա ապահովեին այդ մասնակիցները։ Ես ինքս քվեարկողների թվում եմ եղել, այս տարի չեմ քվեարկել, որովհետև այդ համադրումը, որ կար, ես դրա հետ վերոս համաձայն չէի եւ որոշեցի մասը չկազմել։ Ինչ է նշանակում Տաթև Ասատրյանին ֆոլք երգչուհի։ Տաթև Ասատրյանը պետք է լիներ տարվա երգչուհի։ Իսկ ով ասում, որ Տաթև Ասատրյանը փոփ երգչուհի չի։ Իսկ որն է փոփը, որտեղ է այդ սահմանը, ով է դնում այդ սահմանը։ Ոնց կարելի է Նանուլի տեսահոլովակին չտալ մրցանակ, այլ տալ իմ շատ սիրելի ռեժիսոր Արտուր Մանուկյանի նկարած ամենաշարքային տեսահոլովակներից մեկին Վարդավառին։ Դա ինչն է տարվա տեսահոլովակ։ Նայեք, Սոնա Ռուբենյանին ինձանից շատ ոչ մեկը չսիրի։ Արտուր Մանուկյանին եւս, բայց չտալ տեսահոլովակի, լավագույն տեսահոլովակի մրցանակը 3 ներկայացրածներից ասենք Նանուլի տեսահոլովակին այլ տալ սրան, դա մեղմ ասած անարդարան։ Կամ ակադեմիայի անդամները կոմպետենտ չեն։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ լավ աղջկա սինդրոմով, սիրված աղջկա սիրված
արվեստագետի սինդրոմով, Սոնան ինչ անվանակարգում է ներկայանա, ակադեմիայի անդամները մեխանիկորեն քվեարկելու են իր օգտին, որտեղ բոլորը սիրում են Սոնային, բայց սա պրոֆեսիոնալ մոտեցում չի, հասկանում եք, սա պրոֆեսիոնալ մոտեցում չի, ես ինքը հիմա Սոնա Ռուբենյանի թեման շարունակեմ, ստացել է երգ, տարվա լավագույն երգ նոմինացիայում Սոնա Ռուբենյանի էլի երգերից մեկը, որի վերնագիրը ես չէի լսել, երգը չէի լսել, որտեղ չեմ քվեարկել, երբ որ քվեարկել լինեի, կամտնեի ամեն ինչ հերթով լսեի, նայեի, նոր գնահատականներ տալ, բայց քանի որ հրաժարվել էի քվեարկությանը մասնակցելուց, իսկ երգի անունը չէի լսել, ստանում է տարվա երգ, Արամ է Դիլիթ, չեն ստանում տարվա երգ, լուրջ եք ասում, 300-ից ավել ակադեմիայի անդամներ, ովքեր քվեարկել են եւ մասնակցել են լուրջ Արամեի եւ Դիլիթի երգը տարվա երգ չի, ասենք միկրովալնովկան միացնում էինք, այդ երգներ հնչում ու մինչև այսօր հնչում է 3 հարսանիքին, այդ հարսանիքի մասնակցում այդ երգը Մեքսիկոյում հնչում էր, տարվա երգ չի ինքը, չգիտեմ Արամ MP3-ին ուզում հասկանալ ինչ է արել 2025 թվականին, վաու, ինչ է արել երգարվեստում, որ դրան տալիս եք տարվա լավագույն երգիչ, քվեարկում եք, առաջադրում եք, հետո ակադեմիայի 300-ից ավել անդամներ քվեարկում եք, բացատրեք ինձ հասկանամ ինչ է արել, բացի շատ հաջող կերպով վիտամին ակումբի ներկայացումներին մասնակցությունից եւ հետվերադարձից վիտամինի թիմ երկարվեստում ինչ է արել 2025 թվականին, որ դուք դրել եք եւ ակադեմիան էլ քվեարկել է, ինչի համար է քվեարկել։ Տարվա երկիչը պետք է լիներ Արամեն, ով այս տարի ֆանտաստիկ աշխատել է։ Ֆանտաստիկ։ Վերջին տեսահոլովակը, մենահամերգը, հետո գիտեք ինչ, երբ որ տալիս եք տարվա ալբոմ Արժանի մեկին, Բրյունետին ու Բրյունետը դահալիճում չի, հետ է լավ չի։ Հա, ես առանձին վերցած մի անգամ արդեն ստորի արել եմ, որ հայկական շոու բիզնեսի դեմքերը այսքան համախմբված չեն եղել անգամ երբ եկեղեցին էր հալածվում ու կաթողիկոսի դեմ էին գնացել դիմակավորները, բայց դա երկու կողմանի մեդալ է եւ մեդալը 2.30 ունի։ Պետք է տարվի լուրջ աշխատանք, որպեսզի արտիստները լինեն։ Շատ վատ էր, որ Բրյունետը չկար եւ Բրյունետի նման երիկը մարդիկ չկային ու այդ պատճառով էր, որ բարձաջրած ու լողակած ու օսլայած էր մրցանակաբաշխությունը ու չի կարող լինել շոու բիզնեսյան մրցանակաբաշխություն առանց շոու բիզնեսի կարգառուն ներկայացուցիչների չի կարող, հասկանում եք, շոու բիզնեսի բիզնեսա չէ, շոու եւ բիզնես։ Արկադի Դուբիկյանը բիզնեսա ու շոույա, ու շոու բիզնեսա։ Արմենչիկը, Սարոն, Մարտին Մկրտչյանը, լիքը անուններ կարող եմ տալ։ Նրանք բոլորը ինչ որ կերպ պետք է ընկերպված լինեն։ Տեղից էլ մեր շոու բիզնեսը ներկայացնում է մի երկիր, որը մի պատժեզդանի է։ Այսինքն բոլորը բոլորին ճանաչում են եւ շոու բիզնեսը նենց չի էլի, որ ամերիկանական, գոնե ավստրիական։ Փոքր երկիր ենք, փոքր շոու բիզնեսով։ Նրբություններ կա, որ պետք է հաշվի առնվի, կարծում եմ։ Եվ վերջում ասեմ հետևյալը։ Մենք էլի ունեցանք ձևի եւ բովանդակության անհամատեղելիություն։ Ունեցանք ձև ֆանտաստիկ իրականացման մեջ առանց բովանդակության։ Չկար բովանդակություն, որովհետև անկենթան էր, առանձին վերցած դրսևորումներում մրցանակահանդիպումները փորձում էին ինչ-որ բան անել, գրկել իրար պարել, չգիտեմ, անկենթան էր ընդհանուր առմամբ։ Իսկ հայկական շոու բիզնեսը, քանի որ փոքրաթիվ է, ինքը պետք է լինի նախ եւ առաջ այստեղից եկող
սխալներով, հա, մեր արածը մի քիչ փնթոշ է, այն առաջ որ անում էին ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, էլի ինչ որ փնթոշ էր, ինչ որ բաներ կար, կիքսեր լիքը, բայց անկեղծ էր։ Այս դրա մասին է խոսքը։